Ես ներկայացնում եմ ուժեղ Հայաստան դաշինքը վստահված անձն է եւ շտաբի ներկայացուցիչ։ Որտեղ համասերի եք դուք։ Տեսեք, ես ընդհանուր վերահսկողություն եմ իրականացնում, շրջիկ վերահսկողություն եմ իրականացնում Երևան քաղաքում եւ տեղամասից տեղամաս տեղափոխվում ենք, որպեսզի հասկանանք, որտեղ ինչա տեղի ունենում, ինչպիսի խնդիրներ կան, ինչպիսի խախտումներ կան։ Ես մի քանի արձանագրում անեմ, նախ ակնհայտ արձանագրումը, որին դուք էլ բոլորը տեղյակ եք, որ ընտրողների ակտիվությունը շատ բարձր է, առավոտվանից կարելի ասել աննախադեպ բարձր ընտրական ակտիվություն կա։ Հիմա մենք գտնվում ենք համար 78 մանկապարտեզում, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում, այստեղ մանկապարտեզում 2 ընտրատեղամաս է, 7-ի 2-ը եւ 7-ի 3-ը, եւ 2 ընտրատեղամասում էլ մենք նույնատիպ խախտում ենք արձանագրել։ Խախտումը կայանում է նրանում, որ տարածքը, որը հատկացված է քվեարկության համար, չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Օրենքը պահանջում է, որպեսզի տարածքը բավական լայն լինի, որպեսզի այն տեսախցիկից նորմալ դիտարկվի, որպեսզի հնարավոր լինի այնտեղ տեղակայել քվեախցիկները, քվեատուփը, բոլոր սեղանները, որոնցից քվեաթերթիկներն են տրամադրվում եւ այլն։ Հիմա այս 2 տարածքներն էլ չափազանց նեղ են։ 7-ի 3-ում ընդհանրապես ասած միայն 2 քվեախցիկ է տեղակայված 3-ի փոխարեն, թե մոտ 1800 ընտրող կա այս ընտրատեղամասում եւ 2 տարածքներում էլ խայտառակ կուտակումներ են առաջացել, ձեզ բավական է մտնեք, տեսնեք, թե ինչպիսի հսկայական հերթեր են, բայց խնդիրը միայն հերթերը չէ, հերթը պայմանավորված է մարդկանց թվով, բայց օրինակ 7-ի 3-ում քանի որ մի քվեախցիկ պակասում է տարածություն, ընդամենը 2 քվեախցիկ է աշխատում, այդ հերթը էլ ավելի է բարդանում, որտեղ մարդիկ պարզապես չեն հասցնում քվեարկել։ Մյուս խնդիրը, որ դրա արդյունքում առաջանում է նա, որ ընտրական տեղամասը նորմալ չի դիտարկվում տեսախցիկներից եւ շատ դժվար է ապահովել ընդհանուր քվեարկության գործընթացի թափանցիկությունը։ 7-2-ում եւս մեկ խախտում ենք արձանագրել, քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող վստահված անձի գտնվում էին քվեախցիկների անմիջական հարևանությամբ, իրանք պնդում են, որ իրենք որևէ խախտում չեն անում, բայց նախ տեղն է իսկապես նեղ, նույնիսկ դժվար է մեղադրել, բայց իրանք անմիջական հարևանությամբ են գտնվում եւ հնարավորություն ունեն, որպես այդպեսին քվեախցիկներ ներս մտնող կամ դուրս եկող ընտրողների վրա որոշակի ներգործություն ունենալ։ Մեր պահանջից հետո իրանք այդտեղից հեռացան, բայց ես եմ հորդորում 7-2-ում հատուկ ուշադրություն դրան դասնել, որտեղ այնտեղ դասավորությունը այնպեսին է, որ քվեախցիկները գտնվում են քվեաթերթիկներ տրամադրելու սեղանի անմիջական հարևանությամբ, մեկը դրանց մեջտեղը կանգնում է, ամեն մեկից գտնվում է ընդամենը կես մետր հեռավորության վրա, որը եւս արգելված է։ Մենք այդ երկուսն էլ արձանագրել ենք։ Ընդհանրապես ասած դիմել ենք նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այս խնդրով, որովհետեւ սա իրանց խնդիրն է։ Տեղական հանձնաժողովները մեղք չունեն, իրանց տարածքներն են տրամադրել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է օրենքի տառին հետևեր, բավական մեծ տարածություն է այստեղ, կարող են ուրիշ տարածքներ վերցնել, որոնք ավելի համապատասխան կլինեն։ Այս բանը այդքան է։ Իսկ ինչ որ Այս եք արձանագրել, կասկածելի դեպքեր, որ գան իրենց հասցեն չգտնեն, ինչ որ մարդիկ կային, որոնք այո, իրենց հասցեները չէին կարողանում։ Մարդիկ կային, որ իրենց հասցեները չէին կարողանում գտնել, իրենց մենք օգնեցինք, իրենց հասցեները գտան։ Տեսեք, մենք ուզում ենք շատ Իսկ դուք խախտում համարում եք, որ պարոն Փաշինյանը իրենց Հայաստանի այդ կրթանշանով եկավ։ Այո, որովհետև իրենց քարոզչական լոգոն է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ հատուկ զգուշացրել է, խնդրել է, ասել է լոգոներ, հա թվեր եւ այլն մի տեղակայեք ձեր վրա։ Ես կարծում եմ, որ այո դա խախտում է։ Շապիկների գլխարկների վրայով էլ դրա համար պատասխանատվությունը այո վարչական է։ Պարոն Չալաբյան, եւ խնդրեմ անդառնանք ձեզ վերագրվող այն զայնագրությանը, տեսանյութին, իշխանական ներկայացուցիչները դա տարածում էին, նշում էին, որ տեսեք, Ավետիք Չալաբյանը փորձում է ճնշում գործադրել բիզնեսմենների վրա եւ նաեւ հայտնում են, որ հնարավոր է դուք առաջիկայում ձերբակալվեք։ Ես երկու բան ձեզ ասեմ, էլի, նախ ես զարմանում եմ ինչու են իշխանական ներկայացուցիչները խոսում ձերբակալման ու կալանավորման մասին, երբ որ դա իրենց լիազորություն չի։ Իրավապահ մարմինները դրանով կզբաղվեն, ընտրությունները վերջան ես ինքս եմ դիմելու իրավապահ մարմիններին, որովհետև սա մեր կյանքի մեջ եւս մեկ անգամ անձեռնամխելիության միջամտություն է։ Ով է դա ձայնագրել, ով է դա տեսագրել, լուսանկարել եւ այլն, ընդդեմ ոնց որ տեսել եք այդ նկարներից, դա ձմեռ եղած է։ Ձայնագրությունը ակնհայտ կեղծիք է, մի անգամից կարող եմ ձեզ ասել, երեք մենք հայտարարությամբ ենք հանդես եկել։ Իմ ձայնը կարելի է կեղծել, իմ ձայնը կարելի է կեղծել, իմ ձայնը կարելի է կտրտել, մոնտաժ անել, իմ ձայնը եք դուք հակված։ Հիմա ձեր ձայնն է թե ուղղակի կտրված։ Չեմ իմանում, ընդհանրապես ասած պետք է հասկանալ դրա աղբյուրը, դա ինչ աղբյուր է, այդ ով է ձայնագրել,
Ինչի են ընտրությունից մի օր առաջ գցել շրջանառության մեջ ակնհայտ վարքաբեկիչ նպատակներով։ Պահին ում հետ եք հանդիպում ունենում։ Չէ, մենք իսկապես դեսպանության ներկայացուցիչների հետ հանդիպում ենք ունեցել։ Դա իսկապես ճիշտ է, ես հաստատում եմ, որ մենք իրանց հետ գործնական շփումներ ունենք եւ ծանոթացման բնույթի հանդիպումներ իրանց հետ մարդիկ բարբերաբար մեզ Չէ, Ռուսաստանի Դաշնություն բարբերաբար մեզ հրավերներ են ուղարկում իրանց միջոցառումներին, բան եւ այլն, այսինքն ստանդարտ հանդիպումներ։ Բայց այն ինչ որ այնտեղ խոսվում է որպես այդպեսին, դա պետք է բարձր լիտով այդ ամեն ինչը սարքել։ Հասկանում եք։ Չէ, բնականաբար իհարկե չէ։ Բնականաբար։ Ես նույնիսկ եմ ասում, մենք միանգամից այդ որ լսեցինք, մոնտաժված է, այլ ասում եք դուք չեք ասել նման մտքեր։ Իհարկե չէ, մտքերի մի մասը կարող է ասել եմ, մտքերի մի մասը, բայց ես ինքս դա իմ համար ինչ որ շարքային խոսակցություն ա եղել ճանաչողական բնույթի հետ մարդկանց հետ։ Իրանց հանդիպել ենք, խնդրել են, ասել մենք ուզում ենք ձեր հետ ծանոթանանք, հանդիպել ենք, խոսացել ենք իրար հետ, հրաժեշտ ենք տվել ու դրանից այդ մարդկանց չեմ էլ տեսել ընդհանրապես։ Իրանք բարբերաբար ասենք հրավերներ են ուղարկում իրաց միջոցառումներ, մայիսին ես իմունից 12։ Ուղղակի հարցը սա է, հիմա դա արհեստական բանականությամբ են օրինակ սարքել։ Էդի այդ պետքա սարքողներին գտնել ու հարցնել, ես դուք ո՞նց եք սարքել։ Ես նորից եմ ասում ձեզ, ես չեմ հիշում, քանի որ դա շատ վաղուց տեղի ունեցած խոսակցություն է։ Չէ, քանի տարի չէ, ինձ թվում է այս տարվա սկզբին, ձմեռը, ձմեռային շորժովը չէ, մի դա ինչ-որ շատ շարքային խոսակցություն է եղել, անհետևանքել է այդ մարդկանց, ծանոթացել ենք, հանդիպել ենք, դրանից հրաժեշտ ենք տվել, էլ իրենց չենք տեսել ընդհանրապես այդ մարդկանց, որովհետև տեսանք ինչ-որ բաներ, էլի լուրջ բան չունեն ասել մեզ։ Բայց մեկ էլ ընտրությունից մի օր առաջ մեկ էլ հայտնվում է այդ տեսագրությունը, ճնշումներ են գործադրվում, բան, ասես մի հատ բանով էլի սարսափով։ Ես լսել եմ այդ ամեն ինչ, ընդդեմ միջոց ճնշման մասին խոսքեր չկա ընդհանրապես ոչ մի։ Ես ընդհանրապես ես բացարձակ դրանից չեմ անհանգստանում, բացարձակ չէ։ Ես ընդհակառակը ինքս վաղ գնալու եմ դիմեմ իրապահ մարմնին, որպեսզի գտնեն այդ կեղծիքի աղբյուրը, որտեղ արդեն երկրորդ անգամ այս նույն բանը մեր հետ տեղի ունենում։ Մենք անձեռնմխելիություն ունենք մեր մասնավոր խոսակցությունների, գնում ես նստում ես ռեստորանում մարդկանց հետ խոսում ես, մեկ ինչ-որ բան ա դրա հիման վրա թխում էլի։ Մի հատ էլ իր բանով, շնորհակալություն։